Ինչ տրամադրվածությամբ։ Շատ լավ, ուրախ։ Ահա, ինչ կմաղթես ծնողներիդ։ Քաջ առողջություն ու կարևորը համբերություն։ Գնում ես պարտքդ կատարելու գազ։ Այո։ Իսկ քո նորակոչիկ ընկերներին ինչ կմաղթես։ Հաջություն, ուրախություն, ոնց էթան նենց հասնեն իրանց տնեցիքին։ Շատ դրական, մեր հայրենիքը դիտանք վայենք, ծառայենք, առողջորը դանք հասնենք։ Ինչ կմաղթեք ծնողներին ձեր։ Համբերություն, համանող իրանց առողջություն։ Ինչ տրամադրվածությամբ եք գնում բանակ։ Ինչ կմաղթեք ձեր ծնողներին։ Ամենալավն ու բարին արդյունք։ Երեխային բարի ծառայություն, մենակ, հա, Աստված իրանցի աշխարհը խաղաղ լինի, ամենակարևորը, իրանցի հաջողություն լինի, Աստված իրանցի։ Իսկան բան։ Աստծո օրհնությունը իրանց հետ է բոլորին։ Ամենակարևորը խաղաղությունը դի, բոլոր զինվորների բարի ծառայությունը դի, լավ ծառայեն հայրենիքի համար ու վերադառնան իրաց ծնողների մոտ։ Ես իմ երրորդ տղեն եմ, որ ճանապարհում եմ։ Երկու ծառայում են, երրորդն եթե կգա, ամեն ինչ լավ է, ամենակարևորը խաղաղությունը դի։
Ինչ տրամադրությամբ եք ճանապարհում ձեր որդուն բանակ։ Բալաջան, աղա խաղաղություն լինի, ցավը տանեն, խաղաղություն լինի, ամփոփան, ինչ տրամադրություն, մենակ խնդրում ենք, որ ոչ մի զինվորի մոտը փուշ չմտնի, ոչ մեկի, բոլորին միաբասալ մեր երեխեքի հետ ցավում ենք, բոլորին։ Իմ համար է զինվորները, ինչ մեր երեխեն ամ, նույնն էլ իրանք է։ Ոչ մեկի մոտը փուշ չմտնի, Բալաջան։ Երկրի խաղաղություն լինի։ Որն է ձեր տղան։ Կարենը։ Ատությամբ ես գնում բանակ։ Լավ։ Ահա։ Գնում ես քո պարտքը կատարես հայրեն։ Այարք է։ Ահա, ինչ կմաղթես ծնողներից։ Ծնողներից համբերություն, առաջին հերթին, իսկ գնացողներին էլ բարի ծառայություն։ Թող 2 տարի իրանք ամփորձան ծառային գան հասնեն իրանք ծնողներին։ Ինչ կցանկանաք նորակոչիկներին։ Բարի ծառայություն բոլորին։ 3 տղա, մեկն էլ ծառայում արդեն Ղարաբաղում, էսի երկրորդն է։ Ինչ կմաղթեք ձեր տղային։ Քաջառողջություն, երկրին խաղաղություն, մեզ էլ համբերություն։ Տրամադրությունս բարձր է, այդում եմ պարտքս տամ հայրենիքից, մամջան, բաբջան։ Բոլորին բարի ծառայություն։ Բոլորին բարի ծառայություն։ Կցանկանաք։ Եվ ձեր որդուն եւ բոլոր նորակոչիկներին։ Բոլորին առողջություն, բարի ծառայություն։ Ինչ տրամադրվածությամբ եք ճանապարհում բանակ։ Ամենագլխավորը ցանկանում եմ խաղաղություն լինի աշխարհին, մեր բոլոր հայ մայրերին քաջ համբերություն, մեր բալեքին առողջություն, այսպես ուրախ ոնց ճանապարհում ենք, այդպես ընդունենք։ Օրերը անցնեն ժամի պես մեր բալեքները կան հասնեն մեզ։ Խաղաղություն ամբողջ աշխարհին, հատկապես հայ աշխարհին, մեր անառիկ սահմանները, բարձունքները մնան անառիկ, բոլոր մեր վատը կամեցողների համար։ Ժողովուրդ ջան, բարի օր ձեզ բոլորիդ։ Բոլորիդ շնորհավորում եմ մեր անցած տոների կապակցությամբ։ Այսօր հիշարժան ուր է Հրազդանի շրջանում Ձմեռային զորակոչի 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջի օրն է մեկնարկում։ Ես ցանկանում եմ, որ բոլորս մի մարդու նման մեր երեխաներին այսօրվա մեկնող տղաներին, ովքեր մեկնում են ծառայության, ցանկանանք բարի ծառայություն, խաղաղ երկինք, անփորձանք օրեր հայկական բանակում եւ ամենակարևորը բարի վերադարձ։ Թող բոլորդ, ովքեր այսօր եկել են ճանապարհելու տղաներին հայկական բանակ, միայն ու միայն ուրախ, բարձր տրամադրությամբ, մարտական ոգով, ուրախության արդյունքներով, եթե կլինեն արդյունքներ, բայց ցանկալիա չլինեն։ Ճանապարհենք եւ 2 տարի հետո այս նույն օրը, այս նույն ժամին
բոլորին դիմավորենք ստեղ զինկոմիսարիատում։ Եթե ոչ ավելացած, գոնե հաստատ ոչ պակաս։ Բոլորիդ բարի ծառայություն եմ մաղթում, բարի ճանապարհ։ Հիմա խոսքը կփոխանցեմ մեր գործընկերներին, ուղերձները մարզպետի եւ քաղաքապետի ուղերձները կարդալու համար, բայց մինչ այդ ուրեմն բոլորիդ հայտարարեմ, ժողովուրդ ջան, այս անգամ առաջին անգամ համենայն դեպս իմ ղեկավարած տարվա ընթացքում որոշում եմ կայացրել, որ բանակ մեկնող անձնակազմի մկրտությունը տերունական աղոթքը անցկացվի եկեղեցում։ Ստեղից նստելու են ավտոբուս, գնալու են եկեղեցի, եկեղեցում Տեր հայրը աղոթքը կկարդա ի պահպանություն մեր տղաների, որից հետո նորից կնստեն ավտոբուս ու կշարժվեն Երևան։ Հենց որ բոլորդ իմացեք, որ եկեղեցու մոտ ծնողները շատ կամ ստեղ շատ պաչիկներ չանեք, որ ընդեղի համար թողեք, կամ ստեղ ինչ անելու եք արեք, էլ ընդեղ չանեք, որ արագ նստեն ու շարժվեն։ Ցանկանում եմ, որ պատվով ու հպարտությամբ կրեք հայոց բանակի զինվորը լինելու կարգավիճակը եւ ծառայության ողջ ժամանակահատվածում հավատարիմ մնաք այդ վեհ առաքելությանը։ Թող որ հայրենիքին ծառայելու ամենապատասխանատու տարիները ձեզ համար դառնան կյանքի լավագույն ուղենիշներ եւ հայրենասիրության նորովի լիցքեր պարգևեն բոլորիդ։ Դուք ծառայության եք անցնում այնպիսի բանակում, որը մեր հայրենիքի նորորյա պատմության բոլոր փուլերում ապացուցել է իր հզորությունը, անսասանությունն ու մարտունակությունը։ Բարեմաղթում եմ, որ հայ զինվորի անվեհեր ու խիզախ նկարագիրը ձեզ ուղեկցի ծառայության ողջ ընթացքում եւ պարգևի միմիայն հաջողություններ։ Կրկին շնորհավորելով ցանկանանք նաև, որ մեր հայրենիքի սահմաններում մշտապես պահպանվի խաղաղությունը։ Հարգանքներով Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյան։ Հարգելի զորակոչիկներ, սիրելի ծնողներ, շնորհավորում եմ բոլորիդ կարևորագույն ու նշանակալի իրադարձության զորակոչի առիթով։ Սիրելի զորակոչիկներ, մաղթում եմ, որ գալիք 2 տարիները դառնան ձեր կյանքի այն լավագույն ժամանակահատվածը, որի ընթացքում առավելապես կամրապնդվի հայրենիքի նկատմամբ ձեր սերն ու նվիրվածությունը։ Հայ ժողովրդի դարավոր երազանքը անկախ Հայաստանն արդեն 25 տարվա պատմություն ունի։ Անկախություն, որը ձեռք է բերվել, պահվել եւ շարունակում է պահպանվել Արցախյան գոյամարտի անձնազոհ ազատամարտիկների եւ մեր նորորյա հերոս զինծառայողների միջոցով։ Դառնալով հայ ազգի զինվորը դուք պետք է քաջ գիտակցեք, որ պաշտպանելով մեր պետության սահմանները, առաջին հերթին պաշտպանում եք ձեր ծնողներին, քույրերին, եղբայրներին, հայրենի օջախը։ Զորակոչվելով հայկական բանակ յուրաքանչյուրդ կդառնաք տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հզորացման, ինչպես նաև հայոց պետականության ձեռքբերումների մի մասնիկը, հպարտորեն կրելով մեր ժողովրդի անվտանգության երաշխավորի պատվաբեր կոչումը։ Կրկին շնորհավորում եմ եւ ցանկանում, որ ծառայության ընթացքում լինեք առողջ, խոհեմ եւ պատասխանատու ձեր կատարած յուրաքանչյուր քայլի համար։ Բարի ծառայություն եւ բարի վերադարձ ձեզ, սիրելի զորակոչիկներ։ Հարգանքով Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանելյան։
Վերքյա, զատյա, հերևելի և մաներևույթ թշնամույն, արժանավորյա, կողության պարավոր է, ըստ քեզ, ընթոր և ընծրփոքույն, այշն և միշտ և հավիտյանս հավիտերին, ամեն։ Եվ քանի որ հայոց բանակին զինվորագրվելը վերքյա, զատյա, հերևելի և մաներևույթ թշնամույն, արժանավորյա, կողության պարավոր է, ըստ քեզ, ընթոր և ընծրփոքույն, այշն և միշտ և հավիտյանս հավիտերին, ամեն։ Եվ քանի որ հայոց բանակին զինվորագրվելը Մեհեր Էսյան արի Մեհեր Էսյան Հացանի օգտոբուզը Աստված բոլորի հետ ես Արա արի հաջող անեմ արա Պատջան արի հաջող անեմ աղբեր Աղայ Պատջան Դուք ավտոբուս մեջ կտեն եք Արամ Հելնստ ավտոբուս հելա Քիլսկում էլ ձեմ ծնգեր Նստակ Աստված ծերեք Աստված ծերեք Նստեք ընձի չմոռանաք էդի պին պայ Եղավ ընձի չխոչեք մոռանաք Ես ծեր հետեմ տղե ջան արի ջիգար նստակ Ափեր Արեք տղեր ջան, պաշ պրոշտ արեք, եկեք Ուշով Կարեն, Կարեն նովա, ստեղ չի Արի ապեջան, նստա Արմ ջան, հարի աջող արեմ, վախպեր է Արի Սակը չի կարում մլնի Էլար սակը, էլար Լեսյան, էլար էսյան Արա մի պակ ես Արազակները հաջող անեք Արի ջան Էքում եմ եկել է Արմակ նշորդ պաչը հաջող ես անում Արմակ պաչը Դավայ Արման արի թող արածապ Արման Արման մերեք
Arma. Ադի որ եկեղեցին եք էթո։ Ապել մի խփ Հիմա տեղ ենք էթո։ Եկեղեցի։ Երեխեք կարակ ձեռքով սենց հաջողներ անեք։ Խաշած հավեր Ախպես իրա դու խաշած հավ չէ։ Ես
Պապերի շիրիմը չենք թողնի դուր